Բարևներ իմ շատ սիրելի հետևորդներ ջան, ոնց եք, ինչպես է ձեր տրամադրությունը, ձեր առողջությունը, իմը լավ է, նորմալ է, շնորհակալ եմ լավ բարեմաղթանքներ գրելու համար, լավ բաներ ցանկանալու համար, անչափ շնորհակալ եմ հետևորդներ ջան։ Հիմա այսօր մի քանի խառը սենց խոհանոցում աշխատանքներ ունենք անելու, արդեն ճիրն ու կամպոտը պատրաստել մի կողմ ենք դրել, հիմա անցնում ենք, այսպես ասած, փակոցներին, լորվա ձևով փակոցներին, արտաշատի ձևով զակատներին, քանի որ նայում են ինձ տարբեր տեղերից, որ բոլորի համար էլ հասկանալի լինի, ինչի մասին է խոսքը։ Այսօր ուրեմն 3 եմ հավաքել վարունգը, այսօր առավոտյան հավաքել եմ լոբին, մի հատ ցույց տամ, տեսեք թե ինչ արտակարգ լոբի եմ հավաքել, տեսեք լոբին, տեսեք թե ինչ լավ լոբի եմ հավաքել, ես հիմնականում այսպես ցանում եմ, վայրոնկա լոբին եմ ցանում, մի հատ տեսեք թե ինչ լավն է, խնդրեմ հրաշք լոբի է, ում էլ այսպես խնամ ես, այս օրին կընգնի էլի հետևորդներ ջան, սաղորը ջրում եմ, կախանում եմ, պտտվում եմ կողքերը, այսպես հավաքել եմ, բավականին շատ է, հիմա գնորդ կա, ուզում եմ որ գնի, հեսա կկշռեմ, կտեսնեմ ինչքան է, որ վաճառեմ, ինչու եմ վաճառում, որովհետև բավականին դրել ենք սառցեխցիկ, շատ կերել ենք, լոբինը շատ է, հիմա արդեն կսկսեմ վաճառել, մեզ ինչ պետք է արել ենք, արդեն կվաճառել, հիմա նայեք խոհանոցում ինչ աշխատանքներ ենք անում, հիմա այս պահին, տեսեք, գազօջախի վրա դրված է լոլիկը եփելու ենք, մաղթանք, սոկ անենք, որպիսի պամիդորի սոկով պատրաստենք կծու այս ձևի բիբար, տեսեք ինչ բիբար ունենք, մի հատ խնդրում եմ բիբարներին նայեք, ինչ մեծություն, ինչ գրխլիկություն, տեսեք, կարմիր գույն ինքը, բայց այն կծու ծիծակներն են, նայեք, կծու կոտոշ բիբարն է, աղջիկս է տվել, իրանց ջերմոցում այս տեսակի է, պատկերացնում եք ինչա, մի այսպիսի ամբողջ ցելոֆան ունենք, և դրանցով պատրաստելու ենք, սա շարելու ենք բանկայի մեջ, պրոցեսները ցույց կտամ, և տոմատի սոկը, արդեն սենց համով սարքած ամեն ինչով, լցնելու ենք վրան և փակենք շատ համով է լինում, սա էլ արդեն մեր ստացված կամպոտներն են, տեսեք, հեսա կտեղափոխենք նկուղ, իսկ սա էլ, տեսեք, պատրաստելու ենք ծիծակ, կծու, են սխտորով որ անում են, սխտոր համեմով անում են, բայց էլի դնելու ենք սառցեխցիկ հետևորդներ ջան, մենք բանկայով չենք սիրում փակել, այսպես ենք անում, բայց տեսեք թե ինչ ձև է, մեջից հեռացված է բոլոր իրա պոչն ու սերմերը, դա ավելորդություն է համարվում, ըստ իմ կարծիքի, դա հետը փակելը, այսպես ավելի հաջող է լինում, այսպես նախորոք մաքրում ենք, որպիսի հետը չլինի և պատրաստում ենք, տեսեք թե ինչքան խառը գործեր են սպասվում մեզ, այս մի կողմում վարունգն է, որ երեկ ես հավաքել եմ, տեսեք, մի օր ուշացրել էի հավաքելը և վարունգներս մի քանի հատ այս տեսակի ունեմ, բայց դե չի խանգարում, դե դու գիտեք, որ ես հիմնականում այսպես փոքրիկ վարունգներ եմ հավաքում և փակում, այսպես դրված է ջրի մեջ, որպիսի մնա, հետո փակելու, էդ ենք անելու ու սենց խառը լիքը զանազան աշխատանքներ, տեսել չիրս է, տեսեք գույնը ինչ լավն է, արտակարգ, հիասքանչ գույն ունի, դրել եմ մեջը, հեսա չորանն է, արդեն հետը կիսաչոր վիճակն էլ ձեզ ցույց կտամ, թե ինչ տեսակի է լինում, իսկ մի մեշոկ էլ սմբուկ ունենք, դա էլ պետք է գանք, ջան տեղ են գնում հիմա,
բանը հետ գանք տուն, արդեն օջախի վրա դրսում փետեր պետք է ճարեմ, բերեմ, դնեմ, կրականեմ, օջախի վրա խորովենք մի մեշոկ սմբուկ ունենք եւ խավիար պատրաստենք։ Մեր ընտանիքում խավիարը շատ են սիրում, նամանավանդ ամուսինս տղա շատ են սիրում խավիար, այնպես որ որոշեցինք այս անգամ պատրաստել խավիար, հետո նոր արդեն կխորովենք, կդնենք սառցե խցիկ, այդ խորովելու process-ը դրսում օջախի վրա շատ սիրում եմ, մի հատ հետաքրքիր պահա ու պետք է որ անպայման սմբուկը խորովի, փայտի ծուխը կպնի, դա է իր էֆեկտը, դա իր համը, դրանով պետք է անենք, որ համեղ ստացվի։ Հեսա մի հատ գնանք, հեսա գնանք մի հատ գանք, ինչը Խավիարի մեջ լցնենք։ Դե խավիարի մեջ այդ կծուր շատ չի լինի, որ լցենք, կարանք լցենք։ Կլցնենք մեջը, այն կծուծի ծակները, որ նոր ձեզ ցույց տվեցի հետևորդներ ջան, կլցնենք մեջը, թող համ կծվություն կտա, համ էլ լավ կլինի։ Հիմա տեղ են գնում ենք հայտարբեք, խաչի օրնա։ Հիմա հեսա պատրաստվեմ ու գնանք գանք, հետո արդեն բոլոր սարքելու ձևերը, ամեն ինչը ցույց եմ տալու իմ տարբերակը ու դու կտեսնեք թե ինչպես է ստացվում, լավն է, վատն է, գնահատականը կթողնեմ ձեզ։ Խառը գործերը սկսվեցին, գնացինք տեղ, հետ վերադարձանք, աշխատանքները սկսվեցին։ Հիմա վարունգն է։ Իր քրթելիք սիրունիկ վարունգները, հավեսին։ Մանր է լցնենք։ Բայց ես քիչ կլինի ես 4 բան կան դրան, քիչ է, հələ նախ մի երկու հատ էլ հələ պետք է ավել։ Պետք է։ Ահա։ Քիչ կլինի ես աշխատանքները։ Նայեք, արդեն լոլիկը եփվել է։ Մնում է որ հովանա, քամենք, սոկ սարքենք, հավեսին, տոմատի սոկ ենք պատրաստելու։ Եվ լցնենք մարինատի վրա, ինչու՞ չէ, այդպես էլ կխմվի, էլի։ Լավ, նայես դաշտի պամիդորա հետևորդներ ջան, տեսակ չէ, աղջկաս դաշտից հավաքեցինք։ Դաշտի պամիդորի համը յուրահատուկ է լինում։ Իսկ ծիծակը արդեն, տեսեք, խաշ տվել ենք։ Այ այսպես ուրիշ ձևով է լրիվ պատրաստված, ես ճիշտ է մինչև արագ սննդի կետից եկա, արդեն կիսուրս պատրաստել էր, ինչ որ եռը գցում է եռացած ջրի մեջ, հենց ուզում է ջուրը եռա, հանելա, հետո այս մասսան տեսնում եք, որ այս ամեն ինչը գուլուլ պերեցա, լավրով լիստա, ձեթա, քացախ, այդ ամեն ինչը եռացնում ու նոր լցնում է այ այսպես ծիծակի վրա։ Հիմա հեսա գնամ հողամասիցս համեմ հավաքեմ, բերեմ կտրատեմ, սխտորի հետ միասին խառնենք ու շերշերտ լցնենք վրան։ Սա արդեն համարյա թե պատրաստ է, մնում է կանաչին ու սխտորն է մնում, որ անենք։ Այսել արդեն բիբորները այսենց հանել ենք, լցրել ենք, հիմա արդեն բանկաները հեսա բերենք լվանանք, սիրում շարենք մեջը, որ կայնանք անենք ու հեսա որ գնամ հողամասը ներքևը իջնեմ մի հատ կտեսնեմ տենամ որտեղ կարամ փայտ ճարեմ, որտեղից ճարեմ փայտ, նախապատրաստեմ, որ գնանք ու սմբուկը խորովենք, մի հատ էլ տես կարելի է բերել տուն, լավ սոխով, ես ու ամուսինս, կիսուրս էլ նենց ոչինչ, բանով սոխով ենք շատ սիրում, լավ սոխը տեղը տեղին, են լավ արդար յուղն էլ լցնենք, մի հատ այդ ձև օջախի վրա խորոված անուշ ծխի հոտով, այդ պատրաստենք այսօր ուտելու համով, լավ պատրաստենք, հետո նոր արդեն կասնենք խավիարին, սմբուկի մաքրմանը, աղմանը և պատրաստման բոլոր պրոցեսները ցույց ենք տալու մենք մեր բաղադրատոմսով, կա սմբուկի պատրաստման օրինակ խավիարի պատրաստման տարբեր ձևեր, տարբեր բաներով են պատրաստում, մարդկա ժարիտու մաղումա, ուրիշ ձևանում, մարդկա գազարով, ինչով, խնձորով, տարբեր տեսակի կան, բայց մենք անում ենք մեր հնուց եկած են հին ավանդական
խավիարի ձևով եւ ինձ թվում է որ մեծամասնությունը անում է հենց այդ բաղադրատոմսով կանենք կտեսնենք մեկնաբանություններում կգրեք կհասկանանք ով ինչ ձև է պատրաստում մնացեք մեզ հետ սպասվում է լավ խոհանոցային օր Համանը բերեցի հողամասից եկող ոյ աննկարագրելի այսօր շոք եմ աննկարագրելի հիմա էլ սխտոր մի հատ մաքրեմ ծիծակի համար սխտորը մաքրեմ հետո կգնամ համեմը կլվանամ եւ շերտ լցնենք մինչև խոզերի կերտալը մի քիչ սենց բաներ անեմ այսա մի քիչ հետո խոզերին կերակրելու ժամանակն է քիչ արագ պատրաստեմ, որ հասցնենք էլի ասակի սուրսը գնացել է բանկաները բերի այսա բանկաներն եմ սիրում մի հատ լվանամ գերեցի Այդ քանի կիլանոսն են ես բերել? 3 բերել եմ բանի հիմա ծիծակի Հա Ես էլ բերել եմ 3 հատ էլ բերել սպաններ հանենք արանքից Ես այս սխտորը բանան եմ, մաքրեմ գան և բանկաներ լվամ Ամեծ ձևերը սխտորից կմաքրվի, երկուսը մեկ կպանեմ հետևորդներ ջան Համ բանկաները կլվացվի, համ վերջերը սխտորը Բանի համար եմ անում էլ ես ծիծակի համար, են կանաչին այդքան համեմը հերիք չի Տեսավ Սունել էլ կգցես Դա սունել էլ Ուրա սունելին է դետեղ դիրկողը հեսա Գամ, ես պրտունեմ, գամ մի հատ հեսա համեմն է լվամ Հես Լցնեմ Ես դելետ, ես Ամանները բաշ շարանքայ Բայց չուներ դունդեղ Չէ, մեծներ գործի տեղը պուճուր չունեմ Լավ չի Այսօր թոմնա մարիրոնում է, ջեկուց բականի, կտենք սարնարան Համլավ համը կտամ են ինչի համը Հեսա լվերում Սարքենք, որպես մնալու նիք ուտենք ու սարցեխցիկին չի հասնի հետևորդներ Տող չհասնի, մտամ ուտողով մենք չենք Տող չհասնի, ուտողով մենք չենք Հիմա ուտենք, թե ձմերն ուտենք Ինչ տարբերություն կանե չկա, ում սիրտը երբ ինչ տվեց մեր կարատ մենք վերում և ուտում ենք չենք նայում, թե երբ հագալու ձմեռը, որ ուտենք կամ համ։ Ու կգությունից խոսա։ Գծությունի էդքան, մենք սիրում ենք, ռոբնելա էլի սիրում է, չի սիրում։ Ռոբնելա, սաղից շատ ինքն է գծուն ուտում, ուրեմն հետևորդներ ջան, հողամասումս վանուն է, այդ Կտու այդ կոտոշ բիբարներից ունեմ շիչ լավ, արդեն եղել է բերքի, նորմալ, բիբարներ է, ուրեմ բերում եմ կծու, հնարավոր չի, որ անգամ բերանի, տաս ամուսինս ուտում, քաղծրա, դե հիմա թողեց կծուն ուտի, որ իմանա ինչ կա։ Այսպես ուրեմն համեմը այսենց տեսեք իմ հողամասինը լվացի սիրուն բերեցի սխտորը ծիծակը այ այսպես արած ավելացնելու եմ սև պղպեղ եւ սունելի համեմելու եմ հիմա նախ առաջինը սիրուն մի հատ կտրատեմ համեմը հետո կսկսեմ արդեն շերտ հավաքել Պատրաստում ենք և փոշմանեցինք, չենք դնում սարցեխցիկ, այլ ուտում ենք։ Հետո էլի կպատրաստենք, կամ տեսնենք, եթե հանկարծվեն, հանկանա կարելի է։ Տեսնենք ոնց կստացվի։ Նա համեմի հոտը, ծիծակ, սխտոր, Սա խառնվել է խոհանոցով մեկ հետևորդներ ջան, ես օրինակ սիրում եմ ես մեր փակոցների հոտերը, որ տարածում է խոհանոցով մեկ, որ կողմից գնում ես մի հատ սենց հոտ ա գալի համով,
շատ լավն է ալնում էլի այդ հոտերը։ Անցնենք, տեսնեմ կարող եմ այդ ամանի մեջ տեղավորել, որ հեշտ լինի սառնարան դնելը։ Չեմ ուզում մեծ ամանով սառնարանում էլ հիմա տեղավորելն էլ այնքան դժվար է, թե հիմա շոխը ամեն ինչ դնում ես սառնարանում տեղը արդեն այնքան եկե փոքրացել է տեղը, որ մտածում եմ փոքրի մեջ անեմ, որ խնդիր չառաջանա։ Ուզում այս ամանի մեջ տեղավորեմ, սիրուն փակեմ ու դնեմ։ Հիմա ինչ անել, մի քիչ տակն էլ լցնեմ համեմ, որ տակինի հետ է կպնի։ Այսպես, մի քիչ այսպես համեմը կանեմ։ Հիմա սխտորը ջարդում ենք։ Տակն էլ էլի թող մի քիչ լինի, որ տակինի հետ է այսպես սենց։ Հիմա ինչ եմ անում, տեղին տեղավորենք։ Տեսնում եք ինչ լավ ծիծակները հավեսին, տեղին արած։ Ես էլ դնեմ ու արդեն մի քիչ սունելի, մի քիչ սև պղպեղ, համեմ, ես պատկերացնում ինչքան համեղ պետք է լինի։ Եվ սխտոր բնականաբար ամենակարևորը, դե սխտորն է համ տալի մեր այս ուտելիքներին ամեն ինչին սխտորը համ է տալիս։ Այսպես ու նորից ըստ հերթականությամբ այսպես շարելով գանք։ Շատ լավ է։ Նորից սունելի սև պղպեղ, դա մեր տարբերակն է, հետևորդներ ջան, դուք կարող եք պատրաստել ինչ ձև ուզում եք, պատրաստման տարբեր ձևեր կան, բայց մենք այսպես սիրում ենք, շատ համեմով, բանով, տեսեք այսպես արած, սխտորը տեղը տեղին, այդ տեսակ ենք սիրում։ Քաղցր բիբարով Քաղցր բիբարովն էլ է շատ համով, ես օրինակ կարմիր պերեցնել եմ շատ սիրում, շատ։ Այդ էլ մի հատ բերենք, հանենք տենց ուտելու, սարքենք դնենք սենց էլի մի հատ ամանով, ուտենք էլի, Ռոբն էլ է սիրում, մենք էլ ենք սիրում, հիմա այդ ուտելիքները պիտի ուտես, քանի դեռ կա թարմ վիճակով, հիմա ես նախընտրում եմ նման տեսակի բաներ ուտել։ Մնացած տեսակները ձմեռվա ընթացքում ամեն ինչն է կա էլի, որ կարողանում ես։ Սիրում է, շարվում է։ Անգամ քիչ կծույա, սև պերեցնել լցնում եմ հետևորդներ։ Մի շերտել, հեն ինչ է լավ։ Ծանկ բան կմնի դասավորը։ Ծանկ բան կմնի դասավորը։ Ոնց է ծոկտոկը։ Տեսնում եք, այդքան շարեց կիսուրս, տարա որ ջուրը լսնի, տեսավ բանկի տակը ծակա և ջուրը տանում, նորից սկսեց հետ դատարկել։ Տենց էլ է պատահում, դեպքեր էլ են լինում։ Վերջի, արդեն շերտը եկանք։ Վերջում էլ ես սոկը լցնելու եմ վրան ու գնա։ Մի քանի հատ վիզ ենք դրել, որ տեղավորենք։
Տեղավորվեց, ես ասում է փակել, որ սառնարանում էլ էլի տեղը լինի, թե չէ չեմ կարողանում սառնարանում մի բան տեղավորել, մի հատ ձմերուկ ես դնում ամբողջ սառնարանը, այսի տնենք սենց երեսը, որ համտա, հեսա մի հատ սենց համեմ եմ, ընդեղ էլի կար, չէ, այդ սոկից, այդ սոկն էլ բան անես, վերջի շերտի համեմն էլ անեմ, փով հավաքել էի համեմն է, տեղին եղավ, 6 բանկա էլ 6 բանկա, արդեն հերիքա, ենքան վարունգ ենք պակել, հետևորդներ ջան, որ շապ է, հերիքա, արդեն կվաճարեմ, մնացած օրը, որ արդեն հավաքեմ, արդեն պետք է վաճարեմ, որովհետև ուզողներն է արդեն հերթ են կանգնել, պասում են ես երբ եմ վերջացնելու, որ գնեմ, ահա և վերջ, մոտեցանք վերջը, մնում է հիմա սոկը լցնեմ, ձեռքերս լվանամ ու վերադառնամ, սոկ ուր էր, ես էլ մնացած իրա ինչի մեջ, որ ժարիտել ենք, սոկնա, այսպես լցրեցինք, ամենահամովը սոկի մեջ է, իրա էֆեկտը, ոյ շատ լավ ստացվեց, մի հատ ապամոտիկիցս պահեմ տեսեք, թե ինչ շերտ գեղեցկություն, տեսեք ինչ հավեսին սենց հավաքել եմ շերտ, հիմա եսա պակում ենք, այ աշկաչապ, պակեցինք ու այսպես հրաշք, ծիծակները պատրաստ են հետևորդներ ջան, համեցեք կզու ծիծակ ուտելու, եսա տեղափոխեմ սառնարան, հետևորդներ ջան արագ խոզուկներին կեր տվեցի, վասկով եկա, որ արդեն սկսեմ պամիդորի արարողությունը, ինչ եմ անելու հետևորդներ ջան, ուրեմն տեսակ, որ լոլիկը եփել էինք, հիմա ինչ եմ անում, լցնեմ պլավքամի մեջ, ջրքամվի, ջուրը գնա, մնա իրա պինդ մասան, այդ պինդ մասան մի հատ ձեռքի բլենդերով պետք է բան անեմ, որ համասեռ հեշտ լինի մաղելը, հետո արդեն պրոցեսները կտեսնեք, թե ինչ եմ անելու, հիմա այսպես լցնեմ պլավքամին, ջուրը քամվի, բայց տաքոտ էլ է, բլենդեր ենք, արդեն կհովանա ել, այսի սենց օգնենք, որ ջուրը արագ քամվի, Մարյա թե քամվա, բայց պինդ մասան լցնում եմ ես մի կողմը, դե սա պիտի սոկ պատրաստենք, որ լցնենք են կծու ծիծակների վրա, կարմիր են ծիծակները, էլի նկատի ունեմ, բիբար, այսինքն, այսպես ասած, կծու բիբարի վրա, հիմա նորից մնացածնել, մնացել է լցնենք, այսօր մեր խոհանոցում խառնաշփոթ վիճակ է տիրում, հետևորդներ ջան, ամենքս մի բան ենք անում, ամենքս մի բան ենք սարքում, ու այսպես խառնաշփոթ վիճակ է, փակոսների ժամանակ է միշտ էլ այդպես լինում է էլի,
Տունը խառնվում է իրար, մոռանում ես, որ հաց պիտի սարքես, հաց ուտես։ Նոր տարվա նման բան է։ Նոր տարվա նման բան է, հետևորդներ ջան։ Չէ, ճաշ արդեն երբում ավրեն։ Կարտոֆիլ ենք որոշել այդպես խաշենք, կանաչ լոբի ունենք տապակած եւ այս ծիծակը, որ արդեն սխտորով համեմով համեմեցի դրեցի սառնարան, դրա հետ միասին կուտենք։ Դրանից լավ բան։ Ահա, այսպես սոկը քանվեց, դատարկեցինք, հեսա բլենդերում ենք, որ հեշտ լինի, արագ տարածվի։ Դեպի կարենք չբլենդերենք, անիմաստեղ է բան, ժամանակ կորուստ կանենք, Ապենց երևի անեն։ Բավականին է ջուր դուրս գցես, դե ես ջուր եմ աղսոս է, հետևորդներ ջան, լավ կարի։ Գործենք։ Մի քիչ սևանը բերենք մոտիկ, որ չկանգրի։ Տեսեք, այսպես համասեղ հետևորդներ ջան, ասա սենց ուղությունը փոխեմ, որպեսզի ավելի պարզ տեսնեք։ Լղկվավ, այսպես կարելի է անել լեչո անել, ախորժակի համար, շատ հավեսավ լինում է։ Հեսա բլենդերած վիճակը ձեզ ցույց կտամ։ Շատ հաջող եղավ, վերջ, վերիքա, 2 րոպե։ Տեսեք, այս տեսակի բլենդերով եմ անում ձեռքի, 2 րոպե և ամեն ինչ ընկավ տեղը։ Բլենդերեցի, տեսեք, թե ինչ ստացանք բլենդերից հետո, մի հատ նայեք, տեսեք ոնց որ աջիկա լինի այդ ձևով խառնվել է, հիմա սկսեմ մաղթալ։ Բլենդերեցի, վերջացրեցի, իսկ հիմա սոկն ու այդ բլենդերած մասան խառնել եմ իրար, որ հեշտ մաղվի և սկսեմ մաղել։ Այս էլ մեր մաղը այսպես դրել եմ դոյլի վրա։ Շատ լավն է լինում է տարբերակով հետևորդներ ջան։ Ես դա որտեղ եմ կերել և դուրը շատ է եկել մայրիկիս տանը, մայրիկս էր պատրաստել, շատ համով էր, շատ։ Դուրը շատ եկավ և որոշեցի, որ այս տարի մենք էլ ենք պատրաստելու։ Որովհետև նախ մեր տանը կծվայ կերելն է, մանավանդ ամուսինս, որ ինչքան սենց կծուլակ մծես բիբաների նման բաներ լինի, սիրում ա ուտել։ Եվ որոշեցի, որ պատրաստեմ։ Շատ ինչ է, ավել հեշտ է, ես սիրում եմ սենց գործեր։ Արդեն հեշտ դրքանվեց։ Ես էլ կուտեն ես տակի մասան է կուտեն խոզուկները մեր։ Սպասում են։ Մեզ մեջի սերմը հանեմ, տեսեք,
Արդեն 4 մասամ դուրս եկավ մեջից։ Հիմա ավելացնեմ հաջորդը։ Հիմա բաներ կան, օրինակ, սարքեր։ Դա մամաս բերում էր Արտաշատի նկատի ունեմ, հարևանից էր բերում, ուրեմն սովետի ժամանակվա սարքեր, աղում էին պամիդորը, ուրեմն երկու տեղից եկող բան ուներ, մի կողմում գալիս էր կեղևները, մյուս կողմում գալիս էր կորիզը։ Պատկերած կորիզն ու սերմերը, իսկ կեղևը, իսկ այն մի կողմում գալիս էր սոկը, պամիդորի, էլ արդեն այսպես մաղելու, տրորելու, կարիք չկար, հում վիճակով։ Շատ լավ սարքա, տեսնեմ որտեղ կկարողանամ ճարել, ինչ-որ բանում էին առել, հին ենտեղ է վերնիսաժիկ իշքան գիտեմ, նման տեղից էին գնել, շատ լավ սարքեր, որ ինձ պատահի անպայման գնելու էր, անպայման։ Ես էլ վերջինը, արդեն, այսպես էլ պատրաստում են նաև տոմատը։ Մեր այս կողմերում տոմատ քիչ են պատրաստում, քիչ, հիմնական տոմատը պատրաստում են Արտաշատի մեր կողմերն են հիմնականում պատրաստում, բայց ոնց որ արդեն լցվել է և սոկը լավ չի հոսում, արդեն մեկ վերում լցվեց, ես էլ այսպես կբարձրացնեմ, ոչինչ, որ ես չխանգարի։ Այսպես լավ քամում ենք, վերջ, տակի հատվածն այսպես, մեկ դույլ սոկ ստացանք, մեկ դույլ, տեսեք, այսպես մեկ դույլ հլը գույնն էլ իշքան սիրուն է հետևորդներ ջան, շատ սիրուն գույն ենք ստացել։ Այլոց ասեմ չկա։ Տեսեք, ես էլ հետևորդներ ջան, սա են ծիծակն է, են կծու բիբարի մասին է խոսքը, որ մենք այսպես նայեք, դնում ենք սենց 3 կիլանոլ բանկաների մեջ, մեջը սխտոր, սամիր, գուլուր, պերեզ, լավրովի լիստ, ոնց որ անվում են մնացած մյուսները, տեսեք այստեղ ավելի պարզ, այսպես սիրուն դրել ենք, հիմա կիսուրս այսպես նայեք, ոնց է բանկաների մեջ տեղավորում այս կծու բիբարը, մաքրած, սիրուն տեղին, կորիզներից որոշը հանել ենք, ինչի ենք հանել որոշը սերմեր, որովհետև մայրիկս որ տեսավ մեր այս լավ կծու բիբարը, դուրը շատ եկավ և ասեց մեջից մի քանի հատ սերմ հանեք, որպեսզի ցանի և սերմ ստանա դրա համար է մի քանի հատը տեսեք այդպես կտրվածք ենք արել սերմը հանելու նպատակով։ Իսկ այստեղ էլ տեսեք արդեն այն հյութը որ քամեցի, արդեն եռ է գալիս, դրել ենք որ եռա մեջ էլի համեմունքներ կավելացնենք տեղը տեղին, որ համով լինի սոկը, նոր կլցնենք արդեն իսկ այս բիբարների վրա։ Լավ քրթլիկ բիբարներ են հավեսին։ Հետո բանկան եռացնելու ենք, ինչ ասես։ Բանկան եռացնում կաղը լցնել կամ այն բանկի երկու կթալաղին գցելու ճաշի կթալող, երկու հատ է պեսով, վերջում արդեն էսենցիա, մի չայ կթալ, ի ճաշի կթալ, էսենցիա, հենց ասա շուշիկն էլ է, ճաշի կթալով։ Ոնց էր ասում, մամաս են վիդեոյում, ընտրյալ համի գախնիկ, շուշանիկ, համեն անգամ իջում ծիծաղս գալիս է, հիմա էլ համի գախնիկ, շուշանիկի ասազերով։
Բայց տեսնում եք ինձ սիրունը, հələ բանկի մեջ ինչ լավ է երևում, հավեսդ գալիս է, քիչ է մնում մեջից հանես ու ուտես։ Նոր են ծիծակից հաց ենք ուտում, այդ որ նոր պատրաստեցի, հետևորդներ ջան, պատկերացրու ես մի 5 հատ կերա, կիսուրս մի հատի կեսել է մի պուտյուրսեր չէր, կծե ես մի ժամ ասում, լավ չեմ վառում, բայց իմ համար բացարձակապես կծու չէր, շատ հաճելի էր, շատ լավ ուտվում էր։ Ոյ տեսեք խորն եմ արդեն, ոյ, տեղը տեղին, տեսեք, սա էլ եպի, կուտենք մենք, կուտենք, հենե ոնց կուտենք, մենք սիրում ենք կծու, ես ու ամուսնյակս կուտենք մեծ սիրով։ Ուտես էսա ռոբը պատվիրելու է, որ ամեն տարի սրանից շատ փակենք, դու հիմա տես, տես որը տենց ալնելու։ Նկարանելու ժամանակ ես կասեմ։ Տես որ տենց ալնելու, հեսա կուտի ու կասի սրանից եկող տարի շատ կանեք։ Ու գիտեմ, նախ պիտի ասի, որովհետև ինքը սիրահար է նման բաների, որ գնում ենք մեր տուն Արտաշատ, մամաս բերում սրանից բացում էր, ռոբը պատկերացրու ամբողջ երևի սոկն ինքն էր խմում, պապայիս հետ միասին, իհարկե պապաս էլ շատ կծվակեր է ու սիրում է տենց բաներ պատրաստած։ Տեղավորվավ հերիքավ 4 հատը, հա, նորմալ է։ Նորմալ է։ Շատ է կլինի, ոչինչ, այն բանի հետ կդնեինք, ինչին ասեցիր, որ չունենք դնելու։ Պամիդորի։ Եկուցո պամիդորը փակելուց։ Վաղը արդեն ուրիշ լոլիկ են պատվիրել, հետևորդներ ջան, երկար են լոլիկներից են պատվիրել, համ պամիդորի տեսականին կփակենք, համ էլ ինչ է ձեզ սպասվում, լոլիկի չիր, շատ հետաքրքիր է լոլիկի չիրը ու շատ համով է լինում, մնացեք իմ էջում, իմ ալիքում և ձեզ սպասվում է շատ հետաքրքիր, շատ հավեսին վիդեոներ, բաղադրատոմսեր, գեղեցիկ վայրեր, ամեն ինչ մեկ տեղում։ Արդեն տես բղբղկալով եղում է, ոյ լավն է։ Քաշենք պրպուրը։ Արամանա։ Սանով կքաշի, բայց ծակ-ծակ է դրա համար։ Շուշանիկի հրամանն ենք կատարում, պրպուրը երեսից հեռացնում ենք։ Տեսնում ես ամեն ինչը կապ ունի։ Այն աշկա չապ չխապում, արգեք Ինչքան է պրպուր է եղել։ Սաղ քաշեք հում։ Ինչ անում տեսնես պրպուրը։ Ինչ է խանգարում։ Երևի շուտ չի թողնում թթվելու։ Մենք չենք պատրաստել ոչ մի անգամ հետևորդներ ջան նման տեսակի, դրա համար էլ խամենք, սրան անծանոթ ենք։ Համարյա թե պրծավ երեսի պրպուրը։ Շատ քիչ, հեսա մի հատ է եռա, էլի պրպուր դուրս կգցի, էլի կքամենք, հեսա միացնս խառնեմ։ Ահտես ինչքան խառնում ես, ինքը հեսա մի հատ է եռա, էլի պրպուրը կհլնի երես։ Հերթը հասավ աղի լցմանը։ Տեսակ 2 գտալ հետևորդներ ջան, 3 կիլանոց բանկի համար նախատեսված է 2 այսպես լիքը ճաշի գտալ, հաղ, հեսա շաքարավազն եք ավելացնենք, աղը լծվեց, Մետր շաքարավազը, քանի 2 ճաշի գտալ շաքարավազ,
Եվ արդեն սենց թողնելու ենք, մինչև սոկը հեսա էփի պատրաստ լինի, արդեն որ սոկը լցնենք, նոր էսենցիան էլ ավելացնելու ենք, էսենցիանը 1 ճաշի գթալա լինելու հետևորդներ ջան։ Տեսեք արդեն բավականին փրփուրը գնաց, ահագին քաշեցի, կողքերն ա մի փոքր մնացը, հեսա էդ էլ կհավաքեմ։ Ահա հերթը հասավ տոմատի հյութի լցնելուն, տեսեք, տակ, երման բղբղկալով, հետևորդներ ջան, լցնում ենք, սպասում ենք, որ մի քիչ քաշի, որովհետև բիբարն ունի էլի այդ հատկությունը, որ քաշումա մեջը սոկը սկսում ա պակասել։ Բիբարակ ավելացրինք, այս տեսակի եղավ, շատ լավ ա լինում, երկուսը մեկում ա լինում, հետևորդներ ջան, համ ծիծակ, համ տոմատի հյութ։ Պատրաստեք մեր այս բաղադրատոմսով և չեք փոշմանի, իսկ եթե ձեր տանը կա կծվի սիրահար, ոչ թե միայն չեք փոշմանի, այլ նաև շնորհակալություն կլսեք ձեր տան կծվասեր անդամից։ Այսքանը մեր, ինչը, մի քիչ էլ տեսեք հյութ է ավելացել, այսպես մի քիչ հյութ է ավելացել և կիսուրս ասում ա դեք աղ կանես ու կխմես, այո կխմեմ, մեծ սիրով կխմեմ և սիրում եմ նման տեսակի բաներ, մեծ սիրով էլ կխմեմ։ Այսքանը իմ շատ սիրելի հետևորդներ, մեկ էլ ասենք լավ, վանկաները ինչքան ենք եռացնելու, ասավ 10-15 րոպե։ 10-ից 15 րոպե եռացնում ենք վանկաները, վերցնելուց հետ ուզում ենք արդեն դնենք գրիշկան փակելու, ավելացնելու ենք 1 ճաշի գթալ էսենցիա և փակենք։ Բայց չէ, կորցնում ա չէ, բայց իրա բանը տենց կանենք, եռալուց հետո կլցնենք և արագ կփակենք։ Մնացեք մեզ հետ, այսքանը իմ շատ սիրելի հետևորդներ և պատրաստեք մեր բաղադրատոմսով և ձմռանը կկիսվեք ինձ հետ ստացված արդյունքով։